Ինչպես կծախսեիք 10,000 դրամ ավել գումարը, եթե ձեր թոշակը ավելանար այդ։ Միս կառնեի։ Ինչ-որ անհրաժեշտ տանը դրա համար ծախսեի։ Չէ, ոչ մի բան Դժվարն է։ Չգիտեմ։ Եթե օրինակ թոշակը ավելանար 10,000 դրամով, ինչի վրա ծախսեիք, գիտեք։ Եթե վարպետ ես կանչում, վճարում ես, հլը 20,000 պայուսակիցդ գողալում է։ Չգիտեմ, սա երկից չի ելնի։ Կարծիքով էդի տենց բան գոյություն չունի, մարդ չիմանա ինչպես ծախսի փող։ Չգիտեմ, չեմ ուզում տանուս։ Դեղորայքի։ Միմիայն։ Սովորական կյանքի։ Ինչի վրա։ Փաշինյանն ասում է, որ եթե թոշակառուների թոշակը 10,000 դրամով բարձրացնեն, նրանք չգիտեն թե Եթե մակարդակ ունի, թող չբարձրացնի։ Դեղերի չէ հերիքի։ Օրինակ Փաշինյանն ասում է, որ եթե թոշակառուների թոշակը 10,000 դրամով բարձրացնի, նրանք չեն իմանա ինչի վրա ծախսեն։ Ինչ ասեմ, Փաշինյանը ինչ միտքը դնում է, խոսում է։ 10,000 դրամը դեղերին չի, կոնկրետ ես թոշակառու չեմ, բայց չեմ պատկերացնում։ Չգիտեմ ինչ ասեմ, ինչի վրա կծախսեի։ Օրինակ Փաշինյանն ասում է, եթե թոշակառուների թոշակը 10,000-ով ավելացնի, նրանք չեն իմանա ինչի վրա ծախսեն։ Շատ այդ ես էլ եմ լսել, դա ու շատ զարմացել եմ։ Ինչի եթե մարդը ստանում է 36,000, 10,000 ավել ստանա վատ կլինի։ Արդեն կուրախացնի իրան, արդեն գոնե մատնակաշի փողը դուրս կգա։ Ճիշտ եք ասում, ես էլ եմ դա կարծացել։ Սխալ բաներ է, չի կարելի տենց բան անել։ Թեկուզ 1000 ավելացնեն, էլի մարդիկ կողքեվորվեն, կուրախանան։ Ազիզ ջան, ուտելու փող կանե, ուրիշ ոչ մի բան։ Օրինակ Փաշինյանն ասում է, որ եթե թոշակառուների թոշակը 10,000 դրամով բարձրացնեն, թոշակառուները չեն իմանա ինչի վրա ծախսեն այդ գումարը։ Ինչի չեն իմանա, լավ էլ կիմանա։ Ինչ իմանամ, չի էլ ավելանա։ Բայց եթե ավելանա։ Եթե ավելանա, մի բանից որ ասենք մի կիլո եմ առնում, կառնամ 2 կիլո։ Օրինակ Փաշինյանն ասում է, եթե ավելացնեն 10,000 դրամով, թոշակառուները չեն իմանա ինչի վրա ծախսեն, ինչպես Այդ ծախսեն։ Փաշինյանն ընդհանրապես մի տվեք։ Ալերգիա ունենք Փաշինյանից։ Ժողովուրդը մեծամասնությունը ատում է իրան։ Մենակ իր կողմնակիցները ես չեմ անում, մի ձևի մարդիկ են, որ իրան կողմ են։ Սուտ ասամ, խոսքի տերը չի, ասում է կավելացնեմ թոշակները, հիմա էլ 1000 ձևի ֆրացնում է այդ ավելացնելու, որ չավելացնի էդ էլ։ Հիմա այդ քարտային սիստեմը, որ արել է, քարտով են չէ ստանում մարդիկ ապրանքը։ Հիմա օրինակ ես վարձով եմ ապրում։ Ես պետք է փողը հանեմ, դնում եմ վարձի վրա, տղայիս աշխատի վրա, վարձի փող եմ տալի, ես քարտով չեմ կարող։ Հիմա ուրեմն իմ թոշակը պետք է չավելանա, դե ավելանա այն մարդկանց, ովքեր որ քարտով են առևտուր անում, ինչի համար։ Սաղ կյանքս աշխատել եմ 50-60 տարի այս երկրի համար։ Ստանում եմ 40,000 թոշակ, որովհետև այն ժամանակ էլ չեն գրանցել շատ տեղեր աշխատելու։ Տենց է։ Հիմա գրանցում են ճիշտ է, բայց հիմա իմ տարիքս այն չի էլի, որ աշխատեմ։ 20 տարի աշխատել եմ փաստաբան, անուշ միավորում, տրիկոտաժի անուշ միավորում։ Այդտեղ եմ աշխատել 20 տարի, դրանից հետո շատ գործեր եմ արել, աշխատել եմ, բայց չեն գրանցել։ Դրա համար հիմա ստանում եմ 40,000։ Հիմա ես այդ 40,000 եթե անդադ օգտվեմ քարտով, տամ վարձի վրա չեմ կարող դնեմ վարձս վճարելու համար։